Թեման հա ես գիտեմ որ ինձ փորձում են անընդհատ կապել միութենական պետության միանալու թեզը։ Եթե չեմ ցավում միութենական պետությունը ստեղծվել է 99 թվականին միշելով։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն իմ հետ Հայաստանի միավորելու միութենական պետություն չի եղել։ Ռուսաստանի նախագահի հետ։ Ոչ Ելցինի հետ ժամանակին ստեղծվել է, ոչ Պուտինի հետ։ Փորձերը չի եղել։ Ոչ Լուկաշենկոն է երբևէ խոսած։ Նույնիսկ մեծ հարց է, թե մենք այդ հարցը դնենք, իրենք մեզ հառնախապայմաններ կդնենք թե ոչ։ Ըստ տպավորությունը այնպեսին է, որ sense կանգնած ասում են թե երբ կկանեն Հայաստան այդ միության մեջ։ Ես ձեզ պայքարությամբ ասում եմ, երբևէ այդ խոսակցությունը ինքը չի ներեցել։ Հիմա ընդհանրապես միութենական պետության մասին եւ ձեր ցանկությունները կողմից դեռնիկով ես ուզում եմ ուղղակի այդ բանը այդ ստերեոտիպը մենք ճիշտ հասկանանք չկա այդպես չի եղել ամենայն դեպս այն ժամանակ հիմա ինչի են փորձում այդ միութենական պետության թեզը անընդհատ օգտագործել եւ որպես երբ խոսում են իմ մասին իսկ իմ մասին վերջերս մի երկու ամիս ոնց որ մենակ իմ մասին եք ուրիշ հերոս չգիտեմ երևի այդ բանի հայտնի բանի սկեչից նայ Լուկաշենկոն բավական երկար ժամանակ դեմոնիզացվել է արևմտյան լրատվամիջոցը բավական երկար ժամանակ եւ վերջում գումարվեց նաեւ այն հանգամանքը որ Լուկաշենկոն գնաց Շուշի հետ չեմ ցավում չի հարաբերությունները Իրան հետ եւ մեր մոտ մանաստ է բավական բացական վերաբերմունք է ստեղծվել Բելարուսի նախագահի նկատմամբ եւ այդ բացական վերաբերմունքը հիմա ասենց շահագործվում է 100%։ Դրա համար միշտ անընդհատ թեման շոշափում։ Իմ նախագահության ժամանակ եւ միջև իմ նախագահությունը երբեք Բելարուսը որևէ քայլ չի արել, որը կարող է մեր դժգոհությունը առաջացնել, հակառակը միշտ փոխվում կանացել։ Ես չգիտեմ ինչ պատահեց հետո։ Եվ սա երևի առանձին մի վերլուծության կամ ուսումնասիրության կարիք ունի, երբ փոխվեց եւ ինչու փոխվեց։ Հիմա սա է վիճակը։ Երբ խոսում ենք հարաբերությունների մասին, նայ Բելարուսը որևէ դերակատարություն չի կարող ունենալ այս տարածաշրջանում։ Չունի ոչ այդ պոտենցիալը, ոչ այդ ցանկությունը, ոչ այլ հետաքրքրություն։ Դրա համար Ռուսաստանի հարաբերությունները անպայման շուտ տարբերել կապել միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյացիվ շուտ բաներ քայլեր փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրություն չկա։ Ու ասում անպայման պետք է որևէ խնդիր չկա եւ կրկնում եմ։ Այդպես չէ որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանում պետք է Ռուսաստանի հետ խորացնել այդ հարաբերությունը։ Պետք է գոնե վերականգնել այն ինչ եղել։ Վստահություն ունենալ փոխադարձ։ Ու չմտածեմ որ հերթական անգամ ամեն քարափոխին ես կցեդու եմ։ Մեծ պետությունների հետ չի կարելի այդպես մարել։ Չկա։ Թեզերից մեկին չանդրադառնալ։ Պատկերացրեք Էստոնիայից խոսած։ Էստոնիան հանկարծ ինչ որ քայլեր անի, որոնք ամերիկացիներին դուր չի գալու կամ բրիտանացուց։ Կանի երբեք չեն։ Երբեք չեն անի, որտեղ հասկանում են որ ուղղակի ազդեցություն կունենա իրենց համտանգային հարցեր։ Նայեք, հետո միութենական պետությունը ասես բոբոսարկելու կոնտեքստի մեջ նաև հետևում են ասում չէ որ ամեր ինքնիշխանության կորուստ եւ այլն։ Հիմա համատեք միութենական պետության ինքնիշխանության կորուստ այսպես ասենք եւ Եվրոմիության։ Համացան եզրել չկա։ Եվրոմիությունը ունի Եվրոհազարժողի նախագահ 27 կոմիսար, ամեն պետությունից ամեն մեկը մի ուղղություն է։ Ըստ էության մի մարմին է, որը հնարավորություն ունի նույնիսկ պատժելու, տուգանելու, ինչ որ բաներ պարտադրելու, կա Եվրոխորհրդարան, որոնք ուղղակի քվեարկությամբ են ընտրվում։ Ոչ թե խորհրդարանների պատգամավորները հավաքում են, ուղղակի քվեարկությամբ են ընդունում եւ որոշակի հազարություններ։ Հիմա դա երկրագնդի վրա ամենից մեծ ինքնիշխանության կորուստի մոդելը Եվրոմիությունը։ Միութենական պետությունը բայց բանը չկա, ինչ որ մի երկու կառույց կա, որ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Երկու նախագահները իրար հետ պայմանավորում են գործ առաջ։ Հիմա սովերենության կորուստը, այդ ինքնիշխանության կորուստը ո՞ր դրա ավելի շատ։ Եթե ձեզ համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրոմիությունից ինչքան հեռու մնաս ինքն կա։ Բայց այդ միությունը, ասես կամավոր միությունը մարդիկ շահեր հաշվել են, տեսնում են որ այսպես ապրել ավելի հետաքրքիր է, ավելի արդյունավետ է այդպես են ապրել։ Վերջերս մի բան ասեցի, մեկ ասում եմ ինքնիշխան պապավոք Մոսկվա գնաց։ Նախագահ պետությունի նախադասում էր ինքնիշխան պապավը իսկապես ինքնիշխան կոստյումի վրա։ Իշխող քաղաքական վերնախավի